Աշխարհի տարբեր ծայրերից Վիրջինիա կանչված բարձրագույն զինվորական հրամանատարության առջև ելույթ ունեցան նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ազդարարելով բանակի վերակազմավորման և երկրի անվտանգության քաղաքականության խստացման մասին։ Հավաքի գլխավոր ուղերձը հնչեցրեց Փիթ Հեգսեթը, որը խստորեն քննադատեց բանակում տիրող իր բնորոշմամբ արթնացածների մշակույթը, բազմազանությանն ուղղված նախաձեռնությունները և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի անկումը։ Անկեղծ ասած հոգնեցուցիչ է նայել մարտական կամ ընդհանրապես ցանկացած կազմավորում եւ տեսնել գեր զինվորների։ Նույն կերպ լիովին անընդունելի է Պենտագոնի միջանցքներում տեսնել գեր գեներալների եւ ծովակալների։ Դա վատ տեսարան է եւ դա մենք չենք։ Այնպես որ լինեք դուք դեսանտային թե գրասենյակային ռեյնջեր, նորակոչիկ թե բարձրագույն կոչում ունեցող գեներալ, դուք պետք է համապատասխանեք հասակի եւ քաշի չափանիշներին եւ հանձնեք ֆիզիկական պատրաստականության թեստերը։ Ընդհանուր քննադատությունից և տեսլականը ներկայացնելուց հետո պաշտպանության նախարարն անցավ կոնկրետ հրահանգների։ Նա հստակեցրեց, որ բանակի մշակութային վերափոխումը սկսվելու է ամենատեսանելի ոլորտներից՝ ֆիզիկական պատրաստվածությունից և արտաքին տեսքից, ներկայացնելով անհանդուրժելիության իր քաղաքականությունը։ Եվ ահա թե ինչու այսօր իմ հրահանգով ոչ պրոֆեսիոնալ արտաքինի դարաշրջանն ավարտված է, այլևս ոչ մի մորուքավոր։ Պարզ ասած, եթե դուք չեք համապատասխանում մարտական պաշտոնների համար սահմանված տղամարդկանց ֆիզիկական չափանիշներին, չեք կարող հանձնել ֆիզիկական պատրաստականության թեստը կամ չեք ցանկանում սափրվել եւ ունենալ պրոֆեսիոնալ տեսք, ուրեմն ժամանակն է նոր մասնագիտություն փնտրելու։ Այս ներքին բարեփոխումներին զուգահեռ նախագահ Թրամփը ներկայացրեց իր տեսլականը երկրի արտաքին և ներքին անվտանգության մարտահրավերների վերաբերյալ։ Նա հայտարարեց, որ երկիրը բախվում է ներքին ներխուժման, անօրինական միգրացիայի տեսքով և խոստացավ ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, անգամ զինվորականներին ներգրավելով այդ գործընթացում։ Մենք ներքին ներխուժման ենք ենթարկվում։ Դա ոչնչով չի տարբերվում արտաքին թշնամուց, բայց շատ առումներով ավելի բարդ է, քանի որ նրանք համազգեստ չեն կրում։ Գոնե երբ նրանք համազգեստ են կրում, կարող ենք նրանց վնասազերծել։ Օտար երկրների սահմանները պաշտպանելու վրա տրիլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո ձեր օգնությամբ մենք պաշտպանում ենք մեր երկրի սահմանները։ Բացի այդ, Թրամփը կրկին ընդգծեց կարտելների դեմ պայքարի խստացման անհրաժեշտությունը, այն հասցնելով եռակի բարձր մակարդակի։ Այսօր այստեղ ներկա առաջնորդների հետ միասին մենք նաև վերականգնում ենք անհրաժեշտ ուշադրությունը արևմտյան կիսագնդում առկա սպառնալիքները չեզոքացնելու վրա։ Այս ողջ տարածաշրջանում կարտելային ահաբեկիչներին թույլ է տրվել մահվան եւ ավերածությունների անողոք արշավ իրականացնել մեր երկրի դեմ։ Այս ամենը միայն այն պատճառով, որ մենք վերևում թույլ ղեկավարություն ունեինք, իսկ մենք առաջին ժամկետում հիանալի աշխատանք կատարեցինք այս հարցում։ Բայց այն, ինչ մենք հիմա անում ենք, բոլորովին այլ բան է։ Մենք դա հասցնում ենք հաջորդ մակարդակի, հավանաբար եռակի բարձր մակարդակի։ Այս սահմանաչափային և ներքին անվտանգության քայլերը, այդ թվում Պենտագոնի պատերազմի դեպարտամենտ անվանումը, կարող են ուժեղացնել Միացյալ Նահանգների պաշտպանական դիրքերը, սակայն միևնույն ժամանակ դառնալ քաղաքական նպատակ, հատկապես այնպիսի ներքաղաքական ճգնաժամերի ժամանակ, ինչպիսիք են կառավարության աշխատանքի դադարեցումը։ Պաշտոնապես ֆեդերալ կառավարության շատդաունը մտել է ուժի մեջ Կոնգրեսի հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականների միջև պետբյուջեի շուրջ համաձայնության բացակայության հետևանքով։ Աննա Հարությունյան, Reopen Media։